Հիմի տենց մեկը չկա, որ գոլ լինես մեր առևտրից, քուրիկ ջան, չկա տենց բան։ Անցյալ տարվա համեմատ այսինքն պակասել է առևտուրը։ 99% պակասել է։ Ինչի հետ եք կապում, դա հարկերի բարձրացման չէ։ Հարկերի հետ չի կապված։ Էդի էս մեր էս թեման, էս Viber-X-ը լրիվ այդ զակասների վրա է, մենակ դա է խնդիրը։ Թող դրանք փակեն, թող հարկը մի քիչ էլ բարձրացնի։ Եթե ինքը այդ հարկից նեղվում է։ Մենք էդ էլ ենք պատրաստվում վճարենք։ Բայց թող փակի դա, որտեվ հիմա արդեն գյուղերում է տեղադրված իրանց կետերը։ Մարդիկ էլ չեն գալի հասնում քաղաքից տանում իրանց զակասները։ Մենակ դա է խնդիրը մեր։ Չեք փորձել ձեր ապրանքը օրինակ on-line հարթակներում վաճառել։ Ինչի ես տեղափոխեմ on-line հարթակ, ինչի համար։ Մենք հիմա այստեղ գալիս են իմ գյուղացիքը, ես այստեղ իմ ռայոնի մարդիկ գալիս են, տեսնում են, ձեռք են տալի, ապրանքի որակը շոշափում են, հագնում են, վերցնում գնում են։ Ինչի համար ես տեղափոխեմ on-line հարթակ։ Մի հատ էլ ընդեղ ինտերնետի հապ, մի հատ էլ էդի ծախսեր անեմ, ավելի լավ չի ես դա տամ իրանց այդ հարկը թող ավելացնի ինքը։ Ես մենակ այդ կասեմ, եթե կարան ժողովրդի համար մի հատ լավ բան անեն, թող փակեն այդ հարթակները ընդհանուր։ Օգուտ կտա, այսինքն իհարկե միանշանակ անցյալ տարի որ չկար թեմո իհարկե կար ուղղակի տենց տարածված չէր Viber-X-ներ մի քանի ոնց որ սենց Երևանից պետքա ստանային սենց մի քանի տոճկեք էր մեր առևտուրը շատ լավ էր ես գրառի եմ առնում իմ առևտուրը այս պահի դրությունով ես որ նայում եմ 90% նստած է չկա տենց հասկացողություն էլի էդի մենք կարող ենք փակվենք ու գնանք ու լիքը մարդիկ հեսա կմտնեք շուկա կտեսնեք լիքը տոշկաներ փակված է բայց դա էդի տենց ճիշտը չի ընտանիք ենք պահում հետն է թոշակառու զինվոր հարկերը ամեն ինչը դուք որքան հարկ եք վճարում դե արեք այդ հարկերը չասենք ինչ կամ ոնց որ բոլորը 13 մեկա այնտեղ 5000 մեկա 3000 մեկա ընդհանուր իսկ տեղի գումարը թանկ է իհարկե թանկ է 200,000-ից սկսված միջև ամենացածրը 60-80 հազարն է այն որ մեր առևտրի հետ չի խոսում ես օրինակ երրորդ օրնա կանգնած եմ ազնիվ խոսք եմ ձեզ ասում ես 10,000-ի առևտուր չեմ արել իսկ առաջ օրինակ օրական ինչքան եք առևտուր միջև լինում էր միջև 100-150 եղել է որ արել եմ էդի իհարկե նոր տարվա օրերին եղել է միջև 300,000 եղել է անցյալ տարի հենց անցյալ տարի նոր տարվան արել եմ 300,000-ի իսկ այս տարվա նոր տարին արել եմ 30,000 դրամ այն որ ներվային ստրեսով տուն եմ գնացել այդ վիճակն է եղել պատկերացրեք Իսկ որքանից սկսած եք վաճառում հագուստները կներկայացնեք հավատացեք հիմի որ գալիս են ասում են Viber-X-ում կամ Թեմոյով այս շորը ես ասում եմ օրինակ 3 կտորը 20,000 3 կտորը զիջվա, դա արդեն զեղչված, միջը 18,000։ Ինքն ասում է ես զակաս եմ տվել արդեն էսի 15,000-ով։ Պատկերացրեք ես 15,000 չեմ բերել, 16,000 օպտի գինն է իրա։ Ես չեմ կարա այդ դրանց հետ քայլեմ միանշանակ։ Ես չեմ կարա այնտեղից բերեմ տամ իրանցը, բայց չեմ էլ կարում քայլեմ իրանց հետ։ Եղա որ իմ ապրանքը մնում է տեղը։ Շատ հարմար ենք տալիս, շատ հարմար։ Ներկայացնեք օրինակ ցուցադրվածները ինչ արժեն։ Օրինակ ցուցադրվածները հենց հիմի սա 15,000-ա շալվարի հետ։ Սա 3 կտորը իրար հետ 18,000-ա։ Սա 3 կտորը իրար հետ 18,000 եմ ասում։ Շատ հարմար եմ ասում։ Շորիկները որ լրիվ օրինակ 2 կտորանով է, կտորից է 17, 16, շատ հարմար եմ տալի։ Անեն չի որ ստեղ ու բոլորն են հարմար տալի, հավատացեք։ Բլուսկաները գնում է 5-ից միջև ամենաշատը 8,000։ Այսինքն եթե չհարմարվեք անգամ հաճախորդին, էլի չի վաճառվի։ Միանշանակ ասում ես է չի տանում։ Ինքը նայում այնտեղ 2.5-ով կարա զակաս տա, բայց ես էդի չեմ կարա տենց տամ, որտեղ մենք այդ գնով չենք բերել։ Եղա որ դու մնում ես սենց կանգնած, պատկերացրեք միլիոն դրած է ու դու չես կարող ոչ մի բան անես։ Ոչեցեք դեպքում ձեր ապրանքները ինչ եք անելու։ Չգիտեմ ինչ պետք է անենք, ախր չենք կարա փակենք, որտեղ օպտավիկին մենք տալու բաներ ունենք, պետք է աշխատենք իրանց հետ։ Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր գյուղերով շրջում են եւ ապրանքները նման կերպ են վաճառում։ Իրոք էլ չեն վերցնում։ Կարանք տանենք նիսիատանք, բայց տարիներով էդ էլ արդեն խափեություն, արդեն տնկնես հետևներից, մի խոսքով էդ էլ ձեր չի տալի։ Նես որ սաղ որ տենց եթե լիներ այդ տարբերակը հաստատ հավատացեք որ բոլորը կտանային տենց կյուրացնեին իրանց ապրանքը ու չէին կանգնի ստեղ։ Ինչպես եք պատրաստվում օրինակ հայտարարել ձեր այսքան ապրանքները։ Գիտեք ոնց ստեղ հատիկ այնպես է որ ոնց բերելն են, պետք է հատիկ նստենք անցնենք։ Էդի ամենասխալ բանն է հայտարարագրել։ Ես 5-6 տարվա ապրանքներ ունեմ, որ ես էլ եմ մոռացել դրանց արժեքները։ Այսինքն ես չեմ դուք եք ոնց եք էդի պատկերացնում։
Ինանք մենակ մի բանը ասում են առաջիչ, հայ հետևանքը չեն էլ սկի պատկերացնում է, ոնց կարա լինի։ Այդ կամը կարամ ասեմ։ Հեսա կմոտիկանաք ներսը կտեսնեք ինչա կատարվում։